Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ազգային ժողովում աչքի ընկավ անադեկվատ վարքագծով, սպառնալով իր քաղաքական ընդդիմախոսներին ԱԱԾ մեկուսարաններով, ասֆալտին փռելով եւ այլն։ Կարծես թե տպավորություն է, որ որքան մոտենում է 2026 թվականը, այնքան Նիկոլ Փաշինյանը վերադառնում է իր հարազատ լեքսիկոնին եւ գործելավոճին։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։ Պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ազգային ժողովում ես նշեցի, որ Փաշինյանը հերթական անգամ հոգեխանգարման մեջ էր գտնվում վերջին շրջանում, ինչով է բացատրվում նրա այդ վարքագիծը արդյոք միայն նրանով, որ փորձում է նախընտրական հունի մեջ մտնել, թե իր վիճակը ըստ էության այնքան էլ բարվոք չէ եւ դա նպաստում է, որ նա այդպիսի ջղաձգումների մեջ լինի։ Բոլոր գործոնները կան թերևս, կամ իսկապես իշխանության ու երկրի վիճակն այնպիսին է, որ այլևս այս մարդը չի կարողանում իրեն տիրապետել, կամ նրա մոտ սրվել են առողջական խնդիրներ հայտնի, կամ երկուսը միասին, իհարկե իր կնիքն է դրել նաև նախընտրական արշավը, նա հասկանում է, որ ընտրությունները կարող են իր համար գերեզմանափոր դառնալ։ Մինչև հիմա նա ընդհանրապես փորձում էր բոլորին ծաղրել, թե վախենում եք ընտրություններից եւ այլն, այս առումով Գյումրիի ընտրությունները շատ խոսուն թեստ էին եւ ցույց տվեցին, որ անկախ մի շարք երևույթներից, որոնք թույլ չի տալիս Գյումրին գլոբալացնել եւ տարածել ամբողջ երկրի վրա, Գյումրիի մոդելը, այնուամենայնիվ մի բան հստակ է, ԿՊ-ն այլևս չի կարողանում ոչ միայն 50% գումարած մեկ ստանալ, այլ հայտնվում է անպատվաբեր մենության մեջ, այսինքն ավականի կամ խորհրդարան անցնում են ուժեր, որոնց մեջ ԿՊ-ն գեթ մեկ դաշնակից չի կարողանում գտնել։ Գյումրիի ընտրությունները դրա մարզից, դա չի կարող Նիկոլ Փաշինյանին չանհանգստացնել, որտեվ նա Երևանն էլ է հիշում, որ մի կերպ մի սատելիտ կուսակցության հետ դաշինքի շնորհիվ, այն էլ մի ձայն էլ չէր հերիքում, քաղաքական անասնագողությամբ զբաղվեցին, նա հասկանում է, որ դրա հնարավորություններից էլ զրկվում է ըստ էության։ Եվ դրանով բացատրվում նրա այդ անադեկվատ վարելաձևը։ Ընդհանրապես, գիտեք, հեղափոխությունները իրացիոնալ կադրերի եւ գաղափարների սելեկցիա են, դա աքսիոմատիկ ճշմարտություն է համաշխարհային զարգացումների կամ պատմագիտության տեսանկյունից։ Այստեղ դա ավելի սրված է արտացոլվում։ Նիկոլ Փաշինյանը թիվ 1 խուլիգանն է երկրի, որովհետեւ նա խուլիգանությունը արտահայտում է երկրի թիվ 1 հարթակում, խորհրդարանում եւ նրա օրինակը խրախուսելի է դառնում բոլոր ռանգի չինովնիկների համար։ Թերևս դրանով էր օրինակ պայմանավորված, որ մասիվի բեսպրիդելշիկին չպատժեցին, ազգային ժողովի թքող նախագահին չպատժեցին, այն ծերունի ավազակին, որը համարձակվել էր կին լրագրողի վիրավորել, չպատժեցին, ու այսպես կարող եմ ցանկը շարունակել։ Խուլիգանախումբ այդպիսին է այսօրվա իշխանության հավաքական կերպարը, հա։ Իրենք այդպես են տեսնում այլևս ինքնադերսևորման իրենց հնարավորությունը։ Մենք տեսնում ենք, որ վարչախմբի կողմից կիրառվող պոպուլիզմը, որը որ տարիներ շարունակ նրանց հիմնական քարոզչական եւ քաղաքական զենքն էր, հանրության հետ հարաբերվելու համատեքստում, այլևս չի գործում։ Բայց նաեւ ֆիքսում ենք, որ այս նախընտրական տրամաբանության շրջանակներում Փաշինյանը շարունակաբար խոսում է այսպես ասած թալանի մասին, իր սատելիտները խոսում են հոկտեմբերի 27-ի մասին, 3 ազգային ժողովում, մարտի 1-ի մասին եւ կարծես թե նա 26 թվականի, եթե բանը Աստվածչանի հասնի 26 թվականի ընտրություններին, նա նորից փորձելու է խաղարկել վերօրյալ թեմաները։ Տեսեք, երեքատ ապրանք կա, տեսականորեն այդ ձևակերպեմ, մի քիչ գրեկաբանության դաշտ տանեմ, որտեղ այս իշխանության մասին
այլ կերպ հնարավոր էլ չի խոսել, որը հասարակության վրա կարող է վաճառել Նիկոլ Փաշինյանը։ Երեքից էլ նա ինչ-որ պորցիայով օգտվում է։ Մեկը ձեր ասած կոռուպցիայի կամ թալանի թեման է, որը նա հաջող կիրառել է 7 տարի, բայց հիմա դժվարության է հանդիպում, որտեղ օրինակ նույնիսկ այս դժգույն խորհրդանում կան Աննա Գրիգորյանի տիպի падգամավորներ, որոնք ասում են կարող կոռուպցիոները է դուք եք։ փաստերով, անիվի դեպքով օրինակ, շատ կոնկրետ փաստարկված, եւ նրանք գնում են հիստերիայի մեջ, որտեվ իր ապրանքը ձեռից խլում են։ Ընդ որում խլում են շատ պրոֆեսիոնալ ձևով, առանց ինչ-որ գրեհիկ դրսևորումների։ Երկրորդ ապրանքը խաղաղության թեման է։ Նույն կերպ, երբ որ ընդդիմությունը փաստարկված կներկայացնի եւ կհիմնավորի, դա դժվար չի, ուղղակի պետքա ձերբազատված մնալ այդ ուրահայրենացիական տեզերից եւ ուղղակի փաստերով հիմնավորել, որ Փաշինյանի դեմքով գործ ունենք պատերազմի հերձիկի հետ։ Փաստերով նախապատերազմյան իր քաղաքականության դրսևորումներով դա 5 րոպեում հնարավոր է հիմնավորել։ Նույն կերպ փաստերով կարող ենք իր հետ պատերազմյան քաղաքականությունը քննության ենթարկել եւ ելի տեսնել, որ այստեղ գլխավոր է եղել է ստրատեգիական կողմնորոշումը փոխելու արկածախնդրությունը ու դրա սպասարկման նպատակով Արցախը միտումնավոր կործանել է։ Այսինքն այս բոլորը երբ որ փաստարկված ներկայացվի, կտեսնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոմանիշ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի հերձիկի։ Սա էլ իրեն հունիս կահանի կրկնակի եռակ է ավել եւ վերջապես երրորդ ապրանքի այն բլեֆն է, որի անունը եվրոինտեգրում է։ Սա նույնիսկ ավելի փաստարկված եւ հեշտ կարելի է ձեռքից վերցնել այս ապրանքը, այսինքն այո, ես ձեր հետ համաձայն եմ, եթե ընդդիմադիր արդյունավետ գործունեություն լինի, ըստ էության Նիկոլ Փաշինյանին հենց իր դաշտում կարելի է ուղղակի ականազերծել ճակերտավոր ասած, այսինքն վնասազերծել քաղաքական առումով եւ դարձնել անվտանգ մեկի, որին կարելի է անշուշտ հաղթել։ Դուք ձեր խոսքում նշեցիք Փաշինյանի քաղաքականության մասին, որը որ պատերազմ է բերել, նաև հետ պատերազմյան շրջափուլի մասին նշեցիք։ Հիմա ձեզ Հայաստան-Ադրբեջան այդ հարաբերությունների, չնայած դժվար է դա հարաբերություններ անվանել, այնուամենայնիվ այդ շփումների համատեքստում ինչ է կատարում, եթե մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը 1 ամսից ավել է, որ կրակում է մեր սահմաններին, հայկական զինուժը չի պատասխանում եւ ավելին Փաշինյանը ինքն էր ասել, որ հրամայել է բանակին չկրակել, ու խախտելով սահմանադրությունը, որովհետեւ նա չունի դրա լիազորությունները։ Սահմանադրական լիազորությունների վերազանցում է դա, որովհետեւ բանակը նրա համար է, որ մարտահրավերի դեպքում պետք է նաեւ կրակի, այսինքն պաշտպանվի։ 2023 թվականի դեկտեմբերի 12-ից ես զգուշացնում էի, որ հենց այսօրն ենք մենք ընկնելու, երբ որ ընդհանրապես գերիների մի մասի վերադարձի դիմաց Փաշինյանը համաձայնեց Ադրբեջանի մի նախապայմանի, որը ուղղակի նոր կապիտուլյացիայի գնալու ճանապարհ էր։ Խոսքը այն մասին է, որ համաձայնվեց Փաշինյանը Ադրբեջանի հետ ուղղակի բանակցությունների առանց միջնորդների։ Այո, ուժային այս անհավասարության դիսբալանսի պայմաններում հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունները այլ բան չէին, կան կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզի քննարկում։ Ցավոք սրտի, անցած 1.5 տարիներում դա միայն հաստատվեց, Ադրբեջանի օրակարգով կազմվեց խաղաղության պայմանագիր, բայց այդ խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելուց հետո Ադրբեջանը ոչ թե որոշեց այդ փաստաթուղթը ստորագրել, այլ 55 օր ուղիղ կրակի տակ է առել Սյունիքի Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր։ Միայն այն փաստը, որ Սյունիքը արագ տեմպերով դատարկվում է, խոսում է ազգային անվտանգության կոլապսի մասին, որը չոկում է մեր դռան, հա։ Հիմա Արադ Միրզյանը սցենարը հավանական։ Արադ Միրզյանը մի քանի օր առաջ ասում էր մեզ գուցե լավ լուր ստացվի, բայց տեսեք, եթե պայմանագիրը համաձայնեցված է, ինչի շուրջ են հիմա քննարկումներ անցկացնում Հայաստանն ու Ադրբեջանը։ Բնականաբար քննարկում են անցկացնում Ադրբեջանի երկու նախապայմանների շուրջ՝ Սահմանադրության փոփոխություն եւ Մինսկի խմբի լուծարում։
Որին համաձայնել է։ Որին համաձայնել է, բայց այնտեղ ժամկետների խնդիր կա։ Ալիևը գնում է խաղաղություն պարտադրելու այսպես կոչված Վերսալյան ճանապարհով կամ մոդելով, այսինքն ամեն ինչ կորզել, նվաստացնել, լիակատար կապիտուլյացիա, այո, միջև վերջ, ժամկետների հարցում է։ Գուցե փորձում են միջանկյալ տարբերակ գտնել, դա շատ վտանգավոր բան ալնելու Հայաստանի համար, մոտավորապես այս տարբերակով, որպեսզի Հայաստանը գրավոր պարտավորություն ստանձնի X ժամկետի մեջ deadline, այսինքն ֆիքսվի, որ այդ երկու նախապայմանների շուրջ գնալու է բավարարման։ Հատկապես սահմանադրության հարցում դա չափազանց վտանգավոր մի բան է, որտեղ կանխատեսելիորեն հայ ժողովուրդը ոչ է ասելու այդ Բաքվից պարտադրվող ուղումներին կամ հրահանգավորմանը։ Եվ Փաշինյանը կեղծելու է։ Նույնիսկ եթե չկեղծի վտանգավորությունը, տեսեք ինչու՞մ է։ Ընդհանրապես, եթե դու քո սահմանադրությունը դարձրել ես հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մի մաս, սա աբսուրդ է, այս դրա մասին բացահայտ Ամիրբեկովն ու Բայրամովը հայտարարել են եւ չի երկվել դա Հայաստանի կողմից, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում քննարկվել է Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը։ Ուրեմն, եթե ահավասիկ դարձրել ես դա հայ-ադրբեջանական կարգավորման մի մաս, քո երկրի ներքին կյանքը կարգավորող հիմնական փաստաթուղթը, մայր օրենքը, երկու ելքերն էլ չափազանց վտանգավոր են քո համար։ Այոյի դեպքում դու վերածվում ես ադրբեջանական ենթապետության, կանխատեսելի ոչի դեպքում Պատերազմ։ Ստացվում է, որ հայ ժողովուրդը իր հավաքականության մեջ ռևանշիստ է եւ մի հատ հաղթաթուղթ է տալիս Իլհամ Ալիևին եւ նա վստահաբար օգտվելու է այդ հանգամանքից։ Հարձակվելու։ Հա, մանավանդ որ հիմա դուք տեսնում եք հավանաբար, որ Ադրբեջանը օրինակ Բայրամովը ինչի է բոլոր միջազգային պատվիրակությունների մոտ այդ երկու նախապայմանները կրկնում։ Երեք էլ կարծեմ Միացյալ Թագավորության պատվիրակության հետ ասուլիսում։ Պատճառը մեկն է, որպեսզի ադրբեջանական պահանջները լեգիտիմացվեն միջազգային հանրության աշկերում, որպեսզի հետո հնարավոր պատերազմը լեգիտիմ լինի։ Բայց այստեղ էլի Ալիևին եկեք չմեղադրենք, որտեղ նա քաղաքականություն է վարում, որ բխում է իր երկրի շահերից, այստեղ ամբողջ պատասխանատվությունը գնում է Նիկոլ Փաշինյանի ուսերի։ Հետևաբար այդ հանրակրվեն, սա արդեն ընդդիմության ու հասարակության համար եմ ասում, ոչ թե պիտի հասցնենք հանրակրվեի, որտեղ դա շատ վտանգավոր է, այոն էլ ոչն էլ։ Պիտի ամեն ինչ անենք հանրակրվեի գաղափարը վիժեցնելու համար ընդհանրապես պիտի այդ հանրակրվեն տեղի չունենա։ Անցած տարի փետրվարին, երբ որ առաջի անգամ այս հարցը քննարկվում էր, մեր կուսակցությունը դեմոկրատական այլընտրանքը հարևանությամբ գտնվող հյուրանոցում անցկացրեց մեծ ֆորում ընդդեմ սահմանադրական փոփոխությունների կամ ավելի շուտ ընդդեմ անկախության հռչակագրի դեմ ոտնձգության եւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այդ հարցում շատ մեծ կոնսոլիդացիոն պոտենցիալ կա, որովհետեւ հավաքված էին հանրապետականից մինչև հայազգային կոնգրես, աջից ձախ, այսինքն ամբողջ քաղաքական պոլիտրան իրական ընդդիմություն, հա, անկախ ընթացիկ տակտիկական հակասություններից միասին էր այդ հարցում եւ ես կարծում եմ կարելի է վիժեցնել այդ process-ը։ Պարոն Սուրենյանց, Ադրբեջանը կրակելով սահմաններին ինչը փորձում հիմա ստանալ այս պարագայում։ Պարտադիր չի դա մեծ պատերազմ լինի, որտեղ մեծ պատերազմը շատ անկեղծ ձեզ ասեմ, կարող է լինել միայն մեկ պարագայում, եթե Իրանի շուրջ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ հանգուցալուծումները հանկարծ դիվանագիտական հարթության վրա չլինեն եւ ի վերջո Նեթանյահուին հաջողվի Միացյալ Նահանգներին ներքաշել մերձավոր արևելյան արկածախնդրության մեջ ընդդեմ Իրանի, այդ պարագայում բնականաբար Ադրբեջանը դառնալու է Իսրայելի, Միացյալ Նահանգների շատ թանկարժեք դաշնակիցը եւ դրա դիմաց ստանալու է carte blanche Սյունիքի հարցը լուծելու, հա, մեծ պատերազմ ես ենթադրում եմ այդ դեպքում, բայց փոքր էսկալացիաների համար ինչը կբերի Սյունիքի դատարկմանը
կամ նույնիսկ անվտանգային լուրջ ճգնաժամի, այդ փոքր էսկալացիան միշտ կարող է լինել։ Եվ ահա Ադրբեջանի կրակոցները երկու նպատակ ունեն։ Առաջինը դրանք նպաստում են Սյունիքի դատարկմանը, իսկ դա ազգային աղետ է, որտեղ տեսեք 105,000 մարդ է ընդամենը մնացել Սյունիքում։ Իմիջիայլոց Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներում ամենամեծ արտագաղթն ա եղել Սյունիքից 20,000-ը գերազանցող սյունեցիներ լքել են, ու պետք չի մարդկանց մեղադրել, որտեղ այդ երեխաները դպրոց չեն կարողանում գնալ, ընդհանրապես սյունեցիները պատմում են, ասում են անաստապահությամբ էլ հնարավոր չի զբաղվել, որքի այդ տարածքները չկա, որտեղ հնարավոր լինի անաստապահություն կազմակերպել։ Դա էլ գյուղատնտեսական նշանակություն ունեցող մարզ է նաև, բացի անկարգությունաբերությունը, այսինքն եթե մարդիկ զբաղմունք չունեն, անվտանգային խնդիր կա, դատարկում է։ Եվ մյուսը չմոռանանք, որ բոլոր էական զիջումները հետ պատերազմյան Ալիևը Փաշինյանից կորզել է հենց շանտաժով, պատերազմի հարկադրանքի շանտաժով։ Այդպես եղավ Տավուշում, հիշում եք գնաց Տավուշ, Ոսկեպարի դպրոցում հայտարարեց, որ եթե այս զիջումները չանեն, շաբաթվա վերջում, ընդ որում երկու կողմից կհարձակվեն մեր վրա, արևելքից եւ արևմուտքից, հա։ Հիմա նույն բանն է, երևույթին նույն հաշվարկով է, մի քանի սցենար աչքի առաջ ունենալով, նույն հաշվարկով է Ադրբեջանը գնում էսկալացիայի։ Դուք նշեցիք Իրանի շուրջ արկա զարգացումների մասին, հավանական տարբերակները, բայց նաև մենք ֆիքսում ենք, որ ռուս-ուկրաինական ճակատում կան հետաքրքիր զարգացումներ։ Ստամբուլում ըստ էության շատ հնարավոր է բանակցություններ տեղի ունենան, ուղիղ բանակցություններ ռուսական եւ ուկրաինական կողմի միջև։ Մենք տեսնում ենք նաև լրջագույն սրացում հարավ-արևելյան Ասիայում Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, չմոռանանք, որ Պակիստանը թուրք-ադրբեջանական դաշինքի մերձավոր դաշնակիցներից մեկն է։ Հնդկաստանը մեր միակ չէ, ամենամեծ մատակարարը այս պահին։ Եվ այդ կոնֆլիկտները երկու, որոնք այս պահին տաք փուլում են, ինչ ազդեցություն կարող են ունենալ մեր վրա։ Տեսեք, Հնդկաստանի եւ Պակիստանի լայնածավալ պատերազմ ես չեմ կանխատեսում, որտեղ երկուսն էլ միջուկային պետություններ են, ես սա զսպող հանգամանք է մեծ պատերազմի համար, բայց լարվածությունը կարող է ապես ազդել նաև մեր տարածաշրջանի վրա։ Հիմա հրադադար է, բայց լարվածության անկում կարծես թե չի նկատվում։ Այնտեղ բացի Քաշմիրի վիճահարույց թեման կա նաև ջրային ռեսուրսների սրված խնդիր, գիտեք, այդ Ինդ գետի ավազանը պայմանագիր կա եւ այլն եւ այլն։ Եվ վերջը 3 պատերազմ եղել է Քաշմիրի ու այդ խնդիրներով։ Հիմա դա կարող է ուղղակի ազդել Հնդկաստանի զենքի մատակարարման տեմպի եւ ընդհանրապես պայմանավորվածությունների վրա, որտեղ եթե Հնդկաստանը ինքը լարվածության ռեժիմում գտնվի, բնականաբար ռազմատեխնիկական համագործակցության մակարդակի տեմպի վրա դա չի կարող չազդել։ Իդեպ Ադրբեջանը եւ Թուրքիան անմիջապես հայտարարեցին իրենց աջակցությունը Պակիստանին։ Այո, շատ բնական է, որտեղ Պակիստանը մնում է աշխարհի երկու երկրներից մեկը, որ չի ճանաչել Հայաստանի անկախությունը, այսինքն մենք որպես երկիր իրենց համար գոյություն չունենք եւ բացի այդ փաստ ունենք, որ Պակիստանը բավականին շեշտված մասնակցություն է ունեցել նաև 44 օրյա պատերազմին, բազմաթիվ նման փաստեր կան։ Առնվազն դիվանագիտական աջակցությունն ու վարսկանները կարծես թե հաստատված փաստեր են։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, որը ավելի կենսական է մեր համար, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի հետ կապված պատմությունը, գիտեք, այստեղ բավականին շուտ է խոսել խաղաղության մասին։ Խաղաղություն սովորաբար երբ է հաստատվում, երբ որ բոլոր կողմերին համար դա անհրաժեշտ է լինում, կամ կողմերից որևէ մեկը պատերազմով այլևս խնդիր չի մնում, որը ցանկանում է լուծել պատերազմով։ Արդյոք ռուս-ուկրաինական պատերազմում հիմա այդ իրավիճակն է, կարծում եմ ոչ։ Ինչի մասին էր Պուտինի ուղերձը դեպքում։ Պուտինի ուղերձը շատ ռացիոնալ պատասխան էր ԵՄ-ի անդամ երկրներից կամ կամեցող դաշինքից, հա, կոալիցիայից հնչող շանտաժին նրանք ինչ էին ասում։ Ընդհանրապես արևմուտքում մի հատ
հիմար թեզի շուրջ փորձում էին կոալիցիա ձևավորել եւ Ռուսաստանի վրա ճնշում բանեցնել, որ հաղթող կողմը կհամաձայնվի առանց քաղաքական բաղադրիչի 30 օրյա հրադադարի, որևէ մեկը, որտեղ այդ 30 օրյա հրադադարը ըստ էության թթվածին էր լինելու Ուկրաինայի համար, որը լրիվ յուծված վիճակում է, մարդուժի ճգնաժամ ունի եւ այլն, գիտեք։ Հիմա Պուտինը դրան պատասխանեց շատ բնական կոնտրառաջարկով սկսել ներառական բանակցություններ կարգավորման շուրջ, որոնք իդեպ նույն արևմուտքի կամ ավելի կոնկրետ մարդու մեծ Բրիտանիայի այդ օրերի վարչապետ Ջոնսոնի կառավարությամբ ձախողվեցին Ստամբուլյան գործընթաց կար, գիտեք, որը սկսել է 2022 թվականի մարտի 29-ից եւ վերջացավ հունիսին, երբ որ Ուկրաինան վերջին պահին հրաժարվեց բանակցություններից Ջոնսոնի հորդորով Արախամյան Զելենսկու խորհրդարանական խմբակցության ղեկավարը այդ մասին բարձրաձայն է խոստովանել։ Հիմա ինչպես տեսնում եք, նույնիսկ բանակցությունների ֆորմատի շուրջ անհամաձայնություն կա։ Իհարկե մեր հաղորդման հեռարձակման օրը արդեն ինչ-որ բաներ պարզված կլինի, բայց ռուսները առաջին դեմքերի մակարդակով բանակցություններ չեն պատկերացնում, դա աբսուրդ է այդպես պատկերացնելը, որտեղ նախ պատվիրակությունները ինչ-որ բան համաձայնեցնում են, որպիսի հերթը գա առաջի դեմքերին, երկրորդը հրադադար թե բանակցություն թե հրադադար, այս շատ կարևոր խնդրի շուրջ է տարաձայնությունները մնում, բայց ամեն դեպքում դա շատ կարևոր հանգրվան է լինելու այդ Ստամբուլի ենթադրյալ բանակցությունները կամ դրանց ձախողումը ինչ էլ որ լինի։ Այս պահին ես օբյեկտիվորեն հասունացած չեմ համարում ռուս-ուկրաինական հակամարտության մեջ խաղաղության հանգամանքը, հակամարտող երկու կողմերին դերևս դա պետք չի։ Զելենսկուն պետք չի զուտ մերկանցիլ ներքաղաքական նպատակներով, որովհետև հենց խաղաղություն հաստատվեց, նրա իշխանությունը նույնիսկ ժամեր չի կարող դիմանալ, բոլորի համար սա ակնհայտ է, իսկ նրա արկածախնդրությունը ամբողջ ծավալով կերև արդեն Ռուսաստանը դեմ չի խաղաղությանը, բայց առանձնապես շահագրգռված չի, որովհետև ով ռազմաճակատի իրադարձություններին ավելի կարող է ստանալ։ Այստեղ Ուկրաինան է ուժելու ինչքան ձգձգվի, որովհետև եթե այսօր 4 մարզի ու Ղրիմի մասին է զրույցը, վաղը կարող է 6 մարզի կամ 8 մարզի մասին զրույցը լինել։ Սա շատ նման է մեր 44 օրյա պատերազմի հոկտեմբերի 19-ին։ Հիշում եք, երբ որ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր դադարեցնել պատերազմը, Նիկոլ Փաշինյանը չէր ընդունել, չգիտեմ ինչի վրա հույսը դնելով, հա, որը կարծում եմ նրա հանցագործության դրվագներից մեկն է լինելու ապագայում։ Հիմա նույնը, չգիտեմ ինչի վրա է հույսը դնում Զելենսկին։ Խաղադրույք պատրանքի հույսով նման ձևակերպում կա միջազգային դիվանագիտության մեջ, հա, այն Զելենսկու Փաշինյանի կարգի մարդիկ, Սաակաշվիլու, հա, էպատաժային մարդիկ նման տրամաբանությամբ են առաջնորդվում, ավերակների վերածելով իրենց երկրները։ Անդառնանք Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, փորձ է արվում ընդդիմադիր շրջանակներից գործընթաց գեներացնել Պատուասի իշխանության դեմ, խոսքը impeachment-ի մասին է, պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարեց, որ իրենք աներկբա կերպով աջակցում են, ընդդիմադիր մեկ այլ թևը կարծես թե որոշակի խնդիրներ է տեսնում։ Ինչ կասեք այս մասով եւ ինչ գնահատական ինքներդ կտաք գործընթացին։ Տեսեք, ընդհանրապես ընդդիմադիր զույգ խմբակցությունների պարտականությունն էր impeachment-ի գնալը, որովհետև նրանք ես գոնե այլ պատճառ չեմ տեսնում, ինչի են այս երկու խմբակցությունները մանդատ ստացել։ Ոնց ուզում եմ հիշեմ 2021-ի ընտրական ցիկլը, այլ պատճառ չկա, որ հա այս երկու խմբակցությունները հայտնվեցին խորհրդանում։ Նրանց միակ առաքելությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է, հետևաբար այդ impeachment-ն էլ համարենք իրենց նախընտրական խոստումը, հա, եւ ընդդիմությունն էլ պիտի չէ, նախանձախնդիր լինի իր նախընտրական խոստումների կատարմանը եւ նրանք չպիտի նեղանան եւ չպիտի զանազան մոտիվներ փնտրեն այն հարցում, թե ինչու են իրենց նման առաջարկ անում։
Սա մեկ, սա ֆիքսենք, կոնկրետ այս երկու ընդդիմադիր խմբակցությունների մասին է խոսքը։ Սա մեկ, Որոնցից մեկն է խնդիր տեսնում։ Հա, գիտեմ, պատիվ ունեմը ասում ուղղակի տեխնացու չունի։ Ու պատիվ ունեմի պարագայում դա օբյեկտիվ էլ է, որտեղ իրենց ցուցակի առաջին համար այլևս իրենց դաշինքում չի։ Այս ֆրակցիան գուցեև տեխնացու չունենա էլ։ Խոսքը Սարթուր Վանեցյանի մասին է։ Հայաստան ֆրակցիայի պարագայում տեխնացուն փոխված չպիտի լինի, որովհետև Ռոբերտ Քոչարյան էր եւ այդ դաշինքի ղեկավար ինքն էլ շարունակում է մնալ։ Հիմա Իմպիչմենտի գաղափարին ես որպես կուսակցության ղեկավար, որը կողմ է Նիկոլ Փաշինյանի անապահ հեռացմանը, չի կարող դեմ լինել, դա սահմանադրական բոլոր մեխանիզմները մերն են, այդ թվում իմպիչմենտը։ Բայց իմպիչմենտի գաղափարը ես ացանցիալ եմ համարում մեկ այլ իմպերատիվից, այն է համաժողովրդական շարժումը, որովհետև եթե չեղավ համաժողովրդական շարժում, իմպիչմենտի գաղափարը աշխատել չի կարող։ Սա ինձ համար ակնհայտ է, այս տիպի ռեժիմները կարող են ճակ տալ միայն ուժեղ փողոցի առկայության պարագայում։ Որևէ այլ պարագայում ուսապարկերը ինքնորոշվելու, պատկերավոր ինքնորոշվելու որևէ քայլ չեն անի, դա բոլորիս ակնհայտ է։ Հիմա ամբողջ խնդիրներն է, որ մեր հարգարժան ընկերներն ու գործընկերները արդյոք ունեն նման ճանապարհային քարտեզ կամ պատկերացում, թե ոչ։ Այս դաշտում կարող են գնահատել իմպիչմենտի հեռանկարը ինչքանով է իրատեսական, ինչքանով է ոչ իրատեսական։ Եթե փողոցային պայքարի հստակ ճանապարհային քարտեզ լինի, որը համոզիչ կլինի, հա, դա շատ լավ գաղափար կլինի։ Մինչ այլս փողոցային պայքարը երկու խնդիր է լուծում։ Առաջին խնդիրը իշխանության մեջ ճակ առաջացնելն է, երկրորդ խնդիրը որպես պատմաբան թերևս ինձանից լավ գիտեք, որ համաժողովրդական շարժումներն են ծնում լիդեր, որը կարող է եւ փոխարինել Փաշինյանի վարչապետի պաշտոնում։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ այս process-ը ռեալիզացիա չունենա, գործնական առումով չիմպլեմենտացվի, տրիգեր է, որը քաղաքական դաշտում որոշակի վերադասավորումներ եւ փոփոխություններ կառաջացնի, այսինքն պետք չի իրեն վերաբերվել որպես մեկ անգամյա քաղաքական ակտ, որպես տրիգեր էլ իրեն կարող են դիտարկել, որը ուղենիշային կարող է լինել քաղաքական process-ների համար։ Մի խնդրանք դիտողություն ունեմ, իրենց էլ եմ փոխանցել, սա արթուն եմ շարժման նախաձեռնողներին, պետք չի հակադրության մեջ դնել իմպիչմենտի գաղափարն ու դրույթների ճանապարհով Փաշինյանին հեռացնելու գաղափարը, դեռ սրանք իդեպ որ շատ խորքային եթե դիտարկենք, ոչ թե իրար հակադրվող, այլ իրար փոխ լրացնող բաներ են, որտեվ եթե բանը չհասնի իմպիչմենտի ռեալիզացիային, այս փուլում ակնհայտ է, որ բոլորս պիտի միավորվենք Փաշինյանին ընտրությունների ճանապարհով հեռացնելու գաղափարի շուրջ։ Մանավանդ որ ապագա առաջիկա ընտրությունները դասական իմաստով ընտրություններ չեն, դա հանրաքվե է, որտեղ ընտրություն էքզիստենցիալ նշանակություն ունի։ Դա հանրաքվե է, որտեղ ընտրություն պիտի կատարենք Հայաստանի Հանրապետության եւ Արևմտյան Ադրբեջանի միջև։ Շատ պարզ է, չէ՞, դա սովորական ընտրություններ չեն։ Դրա համար հիմա այս տենդենս եմ տեսնում, մեր կուսակցությունն էլ մասնակցում է շատ ակտիվ այդ process-ների, խորհրդակցություններ, տենդենս եմ տեսնում, որ կարող է շատ սոլիդ դաշինք ձևավորվել, նաև մեր մասնակցությամբ եւ այստեղ շատ կարևոր է որպեսզի չտրվենք իշխանության քարոզչական հնարքներին, որտեղ կրկնում եմ, գործ ունենք գոյաբանական ճամփաբաժնի հետ, կամ պահպանում ենք հանրապետությունը, կամ վերածվում ենք ադրբեջանական ենթապետության։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։